Ես մտածում եմ օրերս Նիկոլ Փաշինյանն էր այցելել Սյունիքի մարդ եւ մենք տեսանք, որ այնտեղ բացի կրթվել են Նորաձևի արշավի իրականացումից, տեսանք նաեւ ընդդիմադիր իրենց ժամանակին հռչակած համայնքապետերը ինչպես էին շրջում Նիկոլ Փաշինյանին, ինչպես հաջողվեց նրանց վերադարձնել ձեր գծի մեջ, այսպես ասած, օրինակ Արուշ Արուշանյանը, որը ժամանակի Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջողների ջատագովներից էր, այսօր առաջի պլանում Փաշինյանի հետ քայլողներից է։ Գուցե ՔՊ-ին անդամակցելու քննարկումներ են ընթանում իր հետ։ Շատ լավ, կարծում եմ այս հարցը շատ երկար է, այսպես քննարկվել տարբեր հարթակներում, ոչ իրականությունը ընդհանրապես այդպեսին չէ։ Ինչպիսին է։ Իրականությունը այնպեսին է, որ տեսեք, ցանկացած համայնքի ղեկավար իր մտահոգում է իր համայնքի խնդիրները, ճիշտ է։ Եվ բնականաբար չի կարող համայնքը կառավարության հետ չհամագործակցել իշահեցիր համայնքի, հետևաբար կառավարության հետ համատեղ կան բազմաթիվ գործընթացներ, աշխատանքներ, սուբվենցիոն ծրագրեր, մի խոսքով դա անհնար է ուղղակի չլինել որևէ աշխատանք։ Այսինքն համագործակցում եք փոխում պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Չէ, նկատի ինչու է։ Մենք միասին քննարկել ենք եւ ասել ենք, որ աշխատանքային հարաբերությունները պետք է պահպանվեն, անկախ նրանից ով ինչ քաղաքական դիրքորոշում ունի, դրանից պետք է ժողովուրդը ընդդիմադիր է, ընդդիմադիր չէ ինքը։ Ես վստահ եմ, որ ինքը քաղաքական պայմանագրի կուսակցությունից չէ եւ չեմ կարծում, որ ընդհանրապես քննարկվել են նման։ Պարոն Կասյան, քանի որ ոչ միայն Արուշ Արուշանյանը, բայց հաջողվեց բակիներս ձեզ ոնց հաջողվեց ընդդիմադիր քաղաքապետերին համախմբել, այս համախմբել բառը օգտագործել, հա, ձեր շուրջ Նիկոլ Փաշինյանի շուրջ, որովհետև նրանք առաջ տեսնում ենք ինչ ակցիաներով էին դիմավորում, իսկ հիմա շարք են կանգնում, որ Նիկոլ Փաշինյանին դիմավորեն, ինչ տեխնոլոգիա է կիրառել։ Տեխնոլոգիա չկա, ճիշտն ասած անվանումը դրա աշխատանք։ Պետք է անկախ նրանից ով ինչ քաղաքական դիրքորոշում ունի, բայց այդ աշխատանքները պետք է իրականացվեն եւ աշխատանքի մեր աշխատանքային հարաբերությունների մեջ ես որևէ խնդիր չեմ հիշում, որ տեղի ունեցել, ուղղակի պետք է անկեղծ աշխատել, որովհետեւ այսպես թե այնպես մենք ժողովրդի մասին ենք խոսում։ Հիմա եթե պետք է սուբվենցիոն ծրագրեր իրականացնենք, տարբեր աշխատանքներ ջրագծել, գիտեք, հատկապես Սյունիքն է բարձր, եթե մեր անձնական հարաբերությունները այնպես անենք, որ դա ազդի ժողովրդի վրա, ես չեմ կարծում, որ դա ընդհանրապես անկեղծ եւ ճիշտ վարքագիծ է։ Եվ մենք կարողացել ենք այդ հարաբերությունները ստեղծել։ Ես իրականում նաև ուրախ եմ, որ այդ միջավայրը ստեղծվել է, որովհետև դրանից շատ բան էր կախված։ Հիմա տեսեք հարց եք տալիս, ասում եք մարդիկ ուզում են լքեն թե ոչ, պատկերացրեք մի պահ, եթե քաոս լիներ Սյունիքում, ապա ինչքան մարդ իրականում կցանկանար լքել Սյունիքը։ Հետևաբար նաև շնորհակալ եմ բոլոր համայնքապետերին, որ ես պիտի կանվանենք հիմա առաջնորդի հետ ինչ հարաբերություններ են ունեցել։ Երեք չէ առաջի օրն ենք հանդիպել, ոչ միայն իր հետ, այլ տարբեր եկեղեցականների հետ։ Նորմալ հարաբերություններ այնքանով, որքանով, որ մենք հարաբերություն տարբեր այնտեղ վանքերի ոչ, Սյունիքում չուրանացված վանքեր կան։ Ես անձամբ չեմ տեսել, տեսեք ձևակերպման բանով չգիտեմ, բայց այն որ բնականաբար կան տարբեր տեղերում խնդիրներ, բոլոր տեղերում խնդիրներ, բայց ուզում եմ ասեմ մենք Սյունիքի մարզում այդ մասում էլ որևէ լարված իրավիճակ ես ճիշտ ասած վերջին 3.5 տարիներին հարաբերությունների չեմ հիշում։ Եթե նույնիսկ լինում են փոքր, ապա դա հարթվում է